Սկսենք այն փաստից, թե սահմանազատության հետ կապված որևէ բան այս պահին Տավուշում իրականացում է, թե չէ, այսինքն այդ գործընթացը սահմանափակվել է այնքանով, որքանով որ արվել է, թե հիմա աշխատանքներ կան։ Այնքանով որ արվել է, հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի process գործընթաց չկա։ Այդ դեպքում ինչ են անդադ փոխվարչապետերի մակարդակով այդ քննարկումները կան։ Այսինքն հնարավոր է որ հիմա այլ մարզերից են Սյունիքից պետք է սկսել։ Ես նկատի ունեմ, որ կոնկրետ Տավուշի մարզում ես պատասխանատու եմ Տավուշի մարզի համար։ Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կար այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա որևէ դրա հետ կապված, այդ նկատի ունեմ։ Իսկ առասարակ տարածքների հետ կապված ինչ տարածքները որ մասին խոսում է, որ մենք ունենք տարածքներ, այստեղ Ադրբեջանին է պատկանում եւ այլն։ Սա դասամբար կարելի է որ տարածքներն է վերաբերում։ Ոչ, միջև սահմանազատման գործընթաց չլինի, դա չի կարող պարզ լինել։ Այսինքն 12-7 կիլոմետր հատվածում որ սահմանազատվել է, այդ ժամանակ է պարզվել, չէ՞, որտեղ են դրվում այդ կետերը։ Այսինքն միջև սահմանազատում չլինի, չեք կարող ասել։ Չէ, երբ իշխանությունն ասում է, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերահսկողության տակ ինչ տարածքների մասին է խոսքը։ Որովհետև մենք չենք տեսնում Ադրբեջանից նման պահանջ չի եւ միայն Հայաստանի իշխանություններն են այդ մասին խոսում։ Ջան, լրիվ պարզ երևում այդտեղ տենց մեծ գաղտնիք չկա, լավ գիտեք, որ այդ ոսկեպարի հատվածում եւ Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք։ Տավուշի մարզ, պատն էին նայում, թե դպրոցին հարակից այդ պատն ինչպես միշտ ինձ հետաքրքիր այդ պատը շանելուց հետո դպրոցում քանի աշակերտ է ավելացել։ Ուրեմն նախ ասեմ ձեզ, որ հիմա կոնկրետ այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում եւ 5 երեխա նախակրթարան է հաճախում, ընդհանրապես գյուղից արտագաղթ, եթե դուք այդ նկատի ունեք, չի եղել։ Այդքանը կարամ ասեմ։ Ներգաղթ հիմա այս պահին կոնկրետ Կիրանց գյուղում 53 պետական ծրագրով 16 միլիոնի ծրագրով տուն է կառուցվում։ Ես ձեր գործընկերներին հարցը ուղղեցի, նաև ձեզ եմ ուղղում, մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մոտ 2-3 ամիս առաջ դուք ձեր գոլեգաների Գեղարքունիքի մարզպետի հետ, որից հետ նաև ձեզ հետ եղել Կուտակի մարզպետը, գնացել եք Սևանի ափին խնջույքի եք մասնակցել, խնջույքը ուրախացել է, բայց ըստ էության երևի գինովցել եք արդեն երեկոյան եւ հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել։ Լավ, կներեք, այդ ասեմ, որ այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է։ Իրավապահները վերադասնի զեկուցել են, ես Ուրեմն, եթե հավաստ տեղեկություններ ունեք, ես ձեզ հավաստիացնում եմ, դուք Երևակայի մեր քաղաքական թիմին լավ չեք ճանաչում, եթե նման դեպքեր եղել, մենք բոլորս պատժված կլինենք։ Տարիներ առաջ անտառում դեպք տեղ ունեցավ, անտառապահին բռնել էիք, որ գողության հետո այնքան էիք վազե քաղաքացու հետևից ձեր մեքենայով, եւ արդյունքում այո, վթարի էր ենթարկվել մեքենայով, լավ մեքենան վարել էիք իր մեքենայի հետևից, հա, արդյունքում վթարի էր ենթարկվել, մահացել էր քրեական վարույթներ։ Ուրեմն ես ձեզ կխնդրեմ, այդ շրջանակներից դուրս չգաք, դուք լավ գիտեք, որ էդ էլ է սուտ տեղեկատվություն, եթե նման բաներ եղե, քրեական գործում ես ներգրավված կլինեմ։ Ընդդիմությունը ինչ քրեական գործածում է։ Ընդդիմությունը թող համապատասխան մարմիններին դիմի, ես ստանամ իմ պատիժը հասանելիք։ Դուք այսինքն մտավախություն չունեք, որ իրավապահները վերադասնեն Ոչ թե մտավախություն չունեմ, նման դեպք չի եղել, խնդիրը սրանում է կայանում։ Պարոն Ղարումյան, գնեք, ձեր նշանակումը արդյոք ԽՑԲ-ի արդյունք չէ։ Ինչ առումով։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ քավոր սանիկական կապերի մեջ եք, ԽՑԲ-ն էլ խնամի ծանոթ բարեկամ Նիկոլ Փաշինյանն ասում էր գալու ենք ԽՑԲ-ին վերջ ենք։ Ես խնդրեմ այդ տրամաբանությունից դուրս գաք։ Եթե իմ կենսագրությունն նայեք, ես վերջ տարիներին միանակ 11 տարվա բանկային համակարգի ստաժ եմ ունեցել, որից 9 տարին կառավարիչ։ Այսինքն դե ունեցող կա։ Ես ձեր հարցին պատասխանեցի, որ ոչ։ Ես չեմ ինքն առաջադրվել, ինձ առաջադրել են մեր քաղաքական թիմի ընկերները եւ ես նշանակվել եմ մարզպետ, ավելացնելու ոչինչ չունեմ։ Պարոն Ղարումյան, բեռնատարների վարորդները հիմնականում Տավուշի մարզում են այսպես իրենց բողոքի ակցիան արել։ Հիմա ինչ վիճակ է, մեքենաները կանգնած են, ինչ խնդիրներ կան, դուք որպես մարզպետ գնացել եք, խոսել եք։ Որպես մարզպետ ես տեղեկացված եմ եղել, ամեն 10 րոպե զանգել են տվյալ
տարածքից տեղեկատվություն են տվել։ Ոչ մի խնդիր չի առաջացել, խաղաղ մարդիկ կանգնած են եղել ուղղակի ճանապարհի եզրին, այսինքն ճանապարհ չի փակվել, երբ որ տրվել է Մհեր Գրիգորյանի գրությունը, իրենց է փոխանցվել, որ բանակցություններ են գնում Ռուսաստանի Դաշնության հետ այդ ժամկետների փոփոխության, մարդիկ թողել են հեռացել։ Պարոն Ղալումյան, իսկ քանի որ ձեր մարզում Պարտադիր այդքան մոտիկ չէ պայծիկի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ կան ադրբեջանական տարածքներ, որոնք վերահսկում է նաև Հայաստանը, հիմա ես ուզում եմ իմանալ Տավուշում կան տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են, բայց ես այդ հարցին պատասխանել եմ։ Քանի քառակուսիով չեմ կարող ասել։ Ես մոտավոր ձեզ տարածք ասացի, որ որտեղ այդ տարածքները գտնվում ու դա գաղտնիք չի Հայաստանի։ Որոնք ադրբեջանական են։ Եվ ադրբեջանական եւ հայկական։ Երկուսն էլ ասեցի։ Ադրբեջանականը որտեղ է։ Ժողովուրդ ջան, այդ հարցը ես պատասխանել եմ։ Լուծում ինչպես եք տեսնում, թողնել այնպես ինչպես որ կա, թե ամեն դեպքում Ժողովուրդ ջան, սահմանազատման process-ը, երբ որ կգնա, վերջնական պարզ կլինի։ Ժողովուրդ ջան, ասենք հիմա այդ մասին խոսելը վաղ է։ Պարոն Ղալումյան, բայց գործընկերներս ասում են, որ դուք չեք ասել կոնկրետ որ տարածքներում են, որ ադրբեջանական հողեր են եւ գտնվում են հայկական վերահսկողության ներքո։ Այս հստակեցնեք։ Չեմ ասել։ Որ հատները։ Ժողովուրդ ջան, մեկը պնդում է, որ ասել են, մեկը պնդում է, որ չեմ ասելու։ Ես այդ հարցին պատասխանել եմ, շարունակեցի։ Որպեսզի անճշտություն չլինի, կխնդրեմ նորից։ Հետ կդակ ձեր կնայեք ձեր տեսած ձայնագրությունը։ Իսկ հայկական հողատարածքներ, որ ադրբեջանականն է վերահսկում, քանի քառակուսի կիլոմետր կան Քառակուսի կիլոմետրով ես չգիտեմ։ Չգիտեք ինչքան տարածք է Ադրբեջանը վերահսկում։ Ոչ։ Պարոն Ղալումյան, դուք նախորդ Կիրակի պատարագին էիք մասնակցում, որը fake պատարագ է համարվում, որովհետև կարգալույց քահանան իրականացրել։ Պատրաստում եք այս Կիրակի էլ գնաք եւ արդյոք մարզից մարդկանց ավտոբուսներով պատրաստվում եք տանել այդ պատարագին։ Ամենայն դեպս այնտեղ գտնող լրագրողները ձեզ կհավաստիացնեն, որ այնտեղ ավտոբուս չի եղել, այդ մեկ, երկրորդը ես մենակ եմ եղել ու հաջորդ Կիրակի էլ լինելու եմ։ Ինչու եք գնում։ Ինչու եք Տավուշից հարցնում Արագածոտնի մարզ պատարագի։ Ասենք ինձով կարող արգելի Չէ, չեմ ասում, ասում եմ ձեր պատճառը ո՞րն է, չեմ ասում արգելում է ձեզ ինչով։ Ով ասում մեր մարզում չեմ գնի։ Ոնց մեր մարզում չեմ։ Ժորժ ջան, ուրեմն հետաքրքիր է ինչու եք ձեր մարզից հասնում եք։ Ոչ մեկ չի կարող սահմանափակել որևէ մեկին։ Ցանկություն ունեմ գնում եմ։ Հրահանգ կա։ Ոչ մի հրահանգ չկա։ Ցանկություն եկեղեցու տարածքում չէիք պատարագի ժամանակ, ես նկատեցի դուք դարպասից դրսում էիք կանգնած։ Որովհետև եկեղեցի մտնել հնարավոր չէր, ինչ տարբերություն եկեղեցից 5 մետր հեռու կանգնեի, թե 15։ Կարող եք մտնել։ Ժողովուրդ ջան, դա իմ իրավունքն է։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ներկայություն է պետք։ Ինչ առումով ֆիզիկական ներկայություն։ Ներկա լինեք, հանկարծ ձեր Ես ձեր հարց ինչ խոսակցություն պիտի գար։ Ում կողմից։ հրահանգվել եք, որ բոլորը այնտեղ լինեին։ Հիմա Կիրակի։ Դա ձեր տրամաբանությունն է, որը որ իմինի հետ չի համընկնում։ Մայրաթորը որակեց այդ պատարակը, դուք փաստորեն պղծությանը մաս։ Մայրաթորը չի կարա պղծություն որակի այդ պատարակը, որովհետև այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, մայրաթորը իրավունքը չունի, մայրաթորը թող իր գործերով զբաղվի։ Իր գործը դա է նայել։ Իր գործը դա չի։ Բայց իր գործը եկեղեցիների Այսինքն ով ուզի կարող է պատարակ քահանաների արարողակարգին համապատասխան չափորոշներով այդ իր գործերն է։ Բայց ինչ անի ձեր հարցադրումն այնա նշանակում, որ թե կալքավուց եղած քահանայա, լավ, հետ գնանք լայն մի կողմին, ով է կարգալույց արել այդ մարդուն։ Ով ձեռնադրել է։ Ով ձեռնադրել է, բայց այդ մարդու հետ կապված այս վերջի իրադարձությունները, որ ոչ մի հարցի չի պատասխանում։ Որ վերջի իրադարձությունները կոնկրետ հարցերին չի պատասխանում, խախտելա կուսակրոնության բան ուխտը, ասենք այդ ամեն ինչը հաշվի չի, ինքը կարա կարգալույց անի քահանայի։ Ուրեմն դա ինչը որ իմ գործն է, ես խոսում եմ։ Ժողովուրդ ջան, վերջացրիք։ Չէ, ես այլ հարցեր ասա։ Մենակ նորմալ խնդրեմ եմ սադրիչ հարցեր չտակ, անիմաստ անտրամաբանական չեմ պատասխանել։ Ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ, ժողովուրդ ջան։ Ես խնդրում եմ կոնկրետ հարցեր տվեք, առանց հետին մտքերի, առանց
Առանց հետին մտքերի եւ առանց սադրանքների պարոն Ղալումյան խնդրում եմ ասել, ի վերջո Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում տրվեց եւ որքան։ Դա գաղտնի տեղեկատվություն է, որը որ հրապարակման ենթակա չի։ Բոլորը ստացան։ Ոչ։ Ինչու։ Քանի հոգի։ Ժողովուրդ ջան, ասում եմ, դա հրապարակման ենթակա չի։ Թիվ չեմ ասել։ Բայց դրա ինչն է գաղտնի, պարոն Ղալումյան, այսինքն դրա ինչն է անվտանգային առումով խնդիր, որ Խնդրեմ ձեր հարցերը ուղղել։ Դա է։ Հարց ենք տալու, գալիս է ձերն այս մտնում։ Չէ, չեմ ասում։ Իմ մասնակցի քո խնդիրն է։ Պարոն Ղալումյանից հետաքրքիր է, պարոն Ղալումյանից հետաքրքիր դիվիզիոնի քաղաքապետի վարկը ոնց կմեկնաբանի։ Ինքը գողական էր, քրեական ենթամշակ։ Ինչ առումով։ Այդ ինչպես է լրագրողների հետ խոսում, այդ ինչ վարկ։ Ուրեմն նա ժողովուրդ ջան, եկեք սկսենք նրանից, որ տվյալ հարցադրումը ով որ այդ օրը արեց, այսինքն ինքը նպատակ ուներ այդ մարդուն սադրելու։ Նույն գործընթացը ինձ հետ ա եղել։ Ինքը Ես խնդրում եմ կոռեկտ, ես հարցի պատասխանում, երբ որ կպատասխանեմ կավարտեմ, դուք կասեք։ դուք չեք պատասխանում հարցերին։ Ուրեմն դեռ ոչ մի արտարոց բան տեղի չի ունեցել, պարոն Սարգսյանն ուղղակի տոնը բարձրացրեց, քանի որ իրան սադրող հարցեր էին ուղղել։ Պաշտոնյան պետք է պատրաստ լինի, պարոն Ղալումյանի է սադրող Այդ պաշտոնյան նաև ունի համբերություն, ժողովուրդ ջան, այդ ոնց է դուք կարաք համբերությունը մի րոպե, Ինչ ասենք լավ, դրանով որևէ մեկին վիրավորեց, որևէ մեկին թթու խոսք ասեց։ Ինքը ոչ քաղաքապետ է, ոչ էլ առանց Ժողովուրդ ջան, դա ձեր կարծիքն է, ես խնդրում եմ համենայն դեպս իմ ներկայությամբ պարոն Սարգսյանի մասին նման բաներ մի կարտահայտ։ Ես հարց տվեցիք, ես պատասխանեցի։ Դուք հիմա իր վարկը գողական էր, քրեական ենթամշակույթ։ Ոչ գողական էր, ոչ քրեական ենթամշակույթ էր, մարդուն հունից հանել էին, ընդամենը ձայնը բարձրացրեց։ Շնորհակալություն։